Ողջույն, ծովահայերի արտակարգ եթերն է այսօր եւ ոչ թե տաղավարում ենք հյուր ընդունել, այլ մենք ինքներս ենք հյուր ընկալվել Սևանա թերակղզում։ Զրուցակիցս է Վահե Մելքոնյանը, փրկարար Սուզորդ։ Մեր հետևորդներին եւ ռադիոլսողին ուզում եմ տեղեկացնել, որ Վահեն այն Սուզորդներից է, ով ունի մեծ պաշար գտածոների, Սևանի տարբեր խորություններից գտածոների, եւ ոսկորների, եւ նավերի, եւ տարբեր իրերի տեսքով։ Վահե, մեզ կպատմես քո առաջին սուզումների մասին եւ ինչքան ժամանակ է որ սուզվում ես։ Առաջին սուզումները փոքր ժամանակից է սկսվել, մոտավոր 12 տարեկանից, չեմ, եթե կարելի է համարել դա սուզում, ինքնաշեն սարքավորումներով 1.5-2 մետր խորություն էի սուզվում։ Ինքնաշեն սարքավորում։ Այո։ Դա ինչ սարքավորում։ Այսպես ասած ոտի նասոսներով, Սովետ միության սարքած ոտի նասոսներով մեքենաների, ավտոների ակները, որոնք օդ են լցնում։ Ուզում եք կրկնել Լեոնարդո դա Վինչիի փորձը, ինքնաշեն սուզման սարք ստեղծել։ Համարյա այդ ձևի ոտքով փչելով օդ էին ինձ տալիս ջրի տակ, ռետինե խողովակով այդ օդ փոխանցելով ինձ, չեմ ասում կարայի շատ երկար մնալ, 2-3 րոպե, 4 րոպե, որքան կարող էին վերևում օդ փչել այդ նասոսով, մինչև իրենց օգնելու ու դուրս էի թռնում, ու հետո ունեցա AVM1 տիպի սարքավորում, հին սովետական ջրասուզական սարքավորում, որը վերանորոգելուց հետո ձեռքից տակ ընկած իրերով կարեցա վերանորոգեմ ու սկսեցի արդեն այն ժամանակ դրանով սուզվել, կլներ 14-15 տարեկան։ Իսկ ո՞նց եք ձեռք բերել 14-15 տարեկան երիտասարդը ո՞նց կարող է ձեռք բերել նման սարքավորում ջրասուզական։ Փողը հավաքեցի, այսպես ասած կաս կոչված է հավաքեցի, փողը հանեցի ու առա։ Ջրասուզական այո, մանկուց երազել եմ։ Ջրասուզական, միշտ հետաքրքրել է ինձ ջրասուզական այդ գործը ջրի տակի աշխարհը։ Միշտ լողանում էի լճի ափին էինք մեծանում, այսպես ասած, բայց ավելի շատ հետաքրքրում էր ջրի տակը, որովհետև այդ անհասանելի էր։ Ու դրա համար ձգտում էի հասնել այդտեղ այդ խորության։ Իսկ ձեր կարծիքով հասել եք ձեր երազանքին։ Գրեթե լիովին ասած գտնեմ, երբ Սևանա լիճը ամբողջությամբ կարենանք ուսումնասիրել, տեսնել լիճի տակը, տեղեր կա, որ դեռ չենք հասել, որովհետև ֆիզիկապես էլ հնարավոր չի, որ կարենաս բոլոր տեղերը սուզվել։ Դուք որ հատվածներում եք սուզվել եւ ինչպիսի խորություններում։ Տարբեր հատվածներում Սևանա լճի Հայաստանում ջրային տարածքներ տարբեր տեղեր եմ սուզվել, տարբեր աշխատանքների համար։ Խորությունը սկսած 1 մետրից մինչև 50 մետրի չափ, 51 մետրի չափ սուզումներ եմ արել։ Սևանա լճում։ Սևանա լճում, այո։ Ունեմ նկարած վիդեոները, թե սուզումները 42, 45, 46 մետրների վրա աշխատանքներ եմ միշտ իրականացնում։ Բայց բավականին սառն է ջուրը, չէ՞։ Ջրի շերտավորումների մասին խոսենք։ Քանի որ դուք անձամբ եք զգացել եւ լավ եք զգացել, թե ինչպիսի շերտավորումներ ունի Սևանի ջուրը եւ արդյոք շատ է տարբերվում ծովերի եւ այլ լճերի ջրերից։ Մեր Սևանա լճի ջուրը նախ քաղցրահամա բոլորս գիտենք, տեսանելիությունը հիմա մի քիչ ավելի քիչ է, որը որ սուզորդի համար ավելյալ բարդություններ է ստեղծում, մանավանդ խորը սուզվելու համար, ունի նաեւ մի բարդություն, որը որ ինքը նախ ծովի մակարդակից գրեթե 2000 մետր բարձր է, նաև գումարած դրան ջրի սառնությունը, մեր լճի սառնությունը։ Խոսենք, թե ինչպիսի զգացողություններ եք, դուք իջնում եք, առաջին մի քանի մետրը տաք է, տաք հաճելի ջուր է, այնուհետև 18 մետրից մինչև 20-22 մետր խորության վրա արդեն տերմոկլին կոչվածը փոխվում է, ջրի ջերմաստիճանը փոխվում է, կտրուկ փոփոխություն է, 20 աստիճանից իջնում մինչև 6 աստիճան, բավականին սառն է, ու հետո գնալով արդեն ավելի սառն է լինում ջուրը, մինչև 3 աստիճան, 2.5-3 աստիճանի հասնում է ջրի ջերմաստիճանը,
օրինակի համար ասենք 30-35 մետրին արդեն մենք ունենում ենք 3-ից մինչև 6 աստիճան տաքություն ջերմաստիճան։ Իսկ այլ ջրերում, ծովերում նման կտրուկ տատանումներ կան ջրի ջերմաստիճանի, թե մենակ Սևանում ենք զգում։ Ես ճիշտ ասած չեմ զգացել կարմիր եւ սև ծովերի հետ համեմատած։ Ծովերի օվկիանոսների հետ համեմատած այնտեղ այդ ավելի խորը տեղերում են հանդիպում, մեր լճի նման չի, որ կտրուկ ինքը փոփոխվի էլի, այն ինչը որ իմ փորձում ես այդ ձև չեմ հանդիպել, որ միանգամից փոխվի ինքը ջրի ջերմաստիճանը։ Վահե, դուք փրկարար եք։ Այո։ Սուզորդ փրկարար։ 16 տարի աշխատում եմ այն արտակարգ իրավիճակների նախարարությունում։ 16 տարվա ընթացքում ինչպիսի դեպքեր եք ունեցել։ Սկսենք ամենատպավորիչներից։ Տպավորիչ մարդկանց, որ փրկում ես, կիսախեղդվել հանում ես, օգնում ես, դուրս ես անում ու նեղացած գնում է, շատ հետաքրքիր ու տպավորիչ է, երբ որ մարդուն կյանք ես տալի ու անգամ հետդ փորձում է ինքը ինչ-որ կոնֆլիկտ ստեղծել, հետերը հանդիպել։ Ինչի համար բերեցիր աղջիկների հետ էի, ես լավ լողացող էի, պետք էր ինձ փրկել, ես գալիս էի ապ, բայց մենք տեսնում ենք ինքը խեղդվում էր։ Կամ վերցրել ենք նավակի վրա, ասում ենք ափի մոտ ինքը լեյրան լավ չի զգում, ասում ամոթ է ափ, իսկ մտածեն, թե ես խեղդով մի կանի գոնեստ էի սկսում լողանալով այդ համ իր անտրանք հետաքրքիր չէր, ինքը չէր հասկանում իրականությունը ինքը ինչ փորձանքից է փորձնում։ Փաստորեն սա փրկարարի անշնորհակալ կողմի մասին է, փրկարարական գործի։ Լինում են նաև շնորհակալ դեպքեր։ Այո, շատ են լինում, մեր հարգելի հայրենակիցները, երբ հարգարժան հայրենակիցները շատ են գնահատում, իրանց կողմից շատ են գնահատված լինում, երբ նրանք տեսնում են ինչ բարդ գործեր ենք անում, ասենք վտանգելով մեր կյանքը, մեր առողջությունը, ու շատ ունենք այդպիսի մեր հայրենակիցներ, որոնք միշտ գնահատում են։ Իսկ եղել են պահեր, որ հենց ջրափրկարարը օգնության կարիք ունենա օգնություն հասնելու պահին խեղդվողին։ Կարան նաև այդպես լինի, որովհետև հենց ջրափրկարարական աշխատանքի ինքը շատ լուրջ վտանգներ է պարունակում իրանից ու նաև պետք է ալնում, որ ջրափրկարարին գործընկերները օգնեն, օգնության ձեռք մեկնեն, քանի որ չես կարող դու հաշվարկ անել ու հաշվարկով գնալ փրկելու, դու տեսնում ես տվյալ սիտուացիան ինքն է թելադրում, թե ինչ գործողություններ է պետք անել։ Դուք նաև շատ ծանր դեպքերի եք հանդիպում, խեղդամահ դեպքերի եւ խեղդվածների դուրս բերելու ջրից։ Դա արդյոք ձեր հոգեբանության վրա կամ ձեր մտապատկերում իր դրոշմը չի թողնում հետագայի համար։ Չէ, այսքան ժամանակ տենց չի եղել, որ ինչ-որ մի հետևանք եղած լինի, ավելի ճիշտ է դեպքերը շատ դժվար է, տխուր է, բայց դու քեզ լավ ես զգում, երբ կարում ես ազգիդ ինչ-որ մի բանով, քո ժողովրդին ինչ-որ մի բանով պիտանի լինել։ Քանի որ դեպքեր կա գրեթե հուսալքված մարդիկ, հարազատները, որ էլ հույս չունեն, որ իրենց տուժածին, խեղդվածին ջրից դուրս են բերելու, բայց երբ որ հանում ես, իրանք տանում են, դե արդեն մեծ բան է։ Հիմնականում այնպիսի ջրերում եք դուք սուզվում կամ խեղդվածների փնտրում, երբ տեսանելիություն չկա եւ գրեթե շոշափելով եք փորձում գտնել։ Արդյոք դա ստրես չէ հավելյալ։ Չէ ասի ստրես է սկսնակների համար, երբ որ մարդիկ նոր են սկսում այդ աշխատանքով զբաղվել, տեղյակ չեն, իսկ մեր համար դա սովորական ընդամենը աշխատանք է։ Ինքը բարդությունները շատ է, որովհետև միայն ձեռներից շոշափելով ես դու քո աշխատանքը տանում, կլինի դա որոնողական, կլինի դա ինչ-որ կառույցների սարքել, տարբեր աշխատանքներ դու անում ես ձեռքով շոշափելով։ Մեր Հայաստանի տարածքում շատ քիչ են լավ տեսանելիություն ունեցող լճեր, ջրամբարներ,
մի քանիսն են մատերի վրա հաշված։ Իսկ մնացած գետերում ջրամբարների մեծ մասում, գրեթե 95%-ը շոշափելով ենք աշխատում։ Իսկ եղել է, որ շոշափելով մտածեք, որ գտել եք մարմինը, բայց ուրիշ բան դուրս բերեք, քանի որ այնքան շատ է հանդիպում։ բան է տեսանելիությունը, այնքան վատն է։ Շատ է եղել ջրի մեջ, երբ որ գիշերը ցերեկ տարբերություն գրեթե չկա ջրի տակ, քանի որ այնտեղ միշտ նյութեր գտել ենք, դուրս են բերել, պարզվել է, ասենք, կենթանու մարմին է, խեղդված կենթանիների մարմին շատ է հանդիպում։ Ձեռքով կպնում ես, քեզ թվում է ինչ որ մարմին է, չես իմանում մարդա թե ինչ է։ Սովորում ենք արդեն դրան հարմարվել ենք, որ պիտի շոշափես, որ լրիվ զգաս, բայց կապ չունի, թեկուզ կենթանի լինի, պիտի դուրս անեն, որ ինքը իմ հետագա աշխատանքին չխանգարի։ Վահե, դուք բավականին հետաքրքիր գտածոներ ունեք Սևանա լճի տարբեր հատվածներից։ Սկսենք Կահ-Կարասիից։ Որտեղ եք գտել։ Կավե ամաններ, կուլաներ շատ է հանդիպում, տարբեր հատվածներից եմ անել, 4 մետրից մինչև 15-18 մետր խորության վրա տարբեր տարաներ ունեմ հանած, գտած։ Այս վերջում, օրինակ, հանել էի կղզու մոտակայքից կուլա, 15 մետր խորության վրա, կավե է, շատ հետաքրքիր է, իր բռնակը կոտրված, ու մի երկուսը ստեղից անել եմ, բայց վերջը ավելի թարմերից կուլան գտա 15 մետրից, հետո գտել եմ 12 մետրից, կուլա էլի կղզու մոտակայքից, Արտանիշի արգելանոցից եմ գտել 4 մետր կես խորությունից կավե աման, շատ հետաքրքիր էքսպեդիցիաների ժամանակ եմ գտել, հետազոտությունների ժամանակ, գիտնականների հետ երբ աշխատում էին, գտա կավե աման, Դա խոսքը վերաբերվում է հայ-ֆրանսիական սուզորդական կազմակերպության։ Այո, մեր ստորջրյա հետազոտությունների և սուզումների ակումբի հետ միատեղ երբ աշխատում էինք այդ ժամանակ գտանք, հայ-ֆրանսիական սուզորդների ակումբում երբ աշխատում էինք, Քլոդ Թոլումջյանի, Ստեփան Կոջոյան, Արա Ավագյանի հետ սուզումներ իրականացնելու ժամանակ Լճապ գյուղի մոտից, էլի լճի մեջից 18 մետր խորությունից գտա քարե տարա, որը որ շատ հետաքրքիր էր, անեցի մեր արգաժաննագետներին ցույց տալով, իրանք ասեցին, որ դա կարա սանդ լինի, սանդ կոչվածը, որը օգտագործվել է շատ, այո, ինքը շատ երկար պատմություն ունի, մինչև անգամ մեր 50-ական թվականները, 1950-ականները դա օգտագործվել է տունը տնտեսության մեջ տարբեր բաների համար։ Վահե, դուք նաև նավերի եք հանդիպում ջրի տակ։ Ինչպիսի նավերի եք հանդիպում։ Նավակներ թե շատ հին փայտից, հստակ տարիք չեմ կարող ասել, քանի տարվա է կամ ինքը երբ է սուզվել, հանդիպել է փայտե նավակ, դարբնի սարքած մեխերով, իրավրակար ցանց, այսպես ասած կալցիացված, ոնց որ քարակալված ցանցի մի կտոր, հավանաբար ձեռնաթոռ է եղել, կային իշխան ձկան փշի մնացորդներ, այդ ատամները իշխան ձկան, որոնք բավականին մեծ էին չափերով, որը հիմա չես հանդիպում կամ շատ քիչ ես հանդիպում, ու կար նաև խեղդված մարդ, ցավոք նավակի հետ կար նաև խեղդված մարդ, որ ոսկորներն եմ գտել, հավաքել եմ միտեղ։ Բայց դուրս բերել եք, թե չէ ոսկորները։ Ոչ, ոսկորներից մի կտոր հանեցինք, մի ոսկորի կտորը և նավակի փայտի մի կտոր հանեցինք, որպեսզի ցույց տանք մեր հնագետներին։ Իսկ այդ ամենը այնտեղ է, երբ որ կլինի ծրագիր, ունենանք թանգարան, որ կարա այդ չափի ինքը ունի 10 մետր երկարություն, որ կարանք նավակը տեղադրենք այդտեղ, որ ժողովրդին ցույց տանք մեր հայերն էլ, տուրիստները բոլորը որ տեսնեն այդ
ջրի տակ բոլորին ասանելի չի։ Ծովային թանգարանին նվիրաբերել։ Երբ որ ունենանք մենք մեր Սևան քաղաքում կամ մոտակայքում ինչ-որ թանգարան, իսկ եթե դա չլինի Սևանում, լինի ուղղակի Հայաստանում։ Տարբերություն ես չեմ տեսնում, բայց ավելի հետաքրքիր է, երբ լճի պատմությունը ինքը հենց լճի ափին է ցույց տալի։ Իմ համար տարբերություն չկա, իմ համար կարևորը որ մարդիկ տեսնեն։ Ասենք ծովային թանգարանը, եթե ունենանք ծովային թանգարան, ինչպիսի Վահեի կողմից ինչպիսի էքսպոնատներով են հարստացվելու։ Տարբեր տեսակի շատ ոսկորներ կան, տարբեր կենդանիների ոսկորներ, տարբեր խորություններից, տարբեր տեղերից գտած, կավե ամաններ կան, տարբեր տեսակի նավակը, որ նշեցինք, շատ բաներ կան, որը հետաքրքրի ու թանգարան կան, կողմնացույց ջրի տակի գտած, չեմ կարծում ինքը շատ իննա, բայց գտա ջրի տակի։ Կողմնացույց եք գտել, որ հատվածում եւ քանի տարվա կամ քանի 100 տարվա կլինի ձեր կարծիքով։ Ինքը 14 մետրից եմ գտել իր տուփով, ինքը շատ հին չէր, ուղղակի հետաքրքիր թե ոնց այդ կողմնացույցը հասել տեղ, ինքը պրոֆեսիոնալ կողմնացույց է եղել, մարսկո է այսպես ասած, ծովագնացության համար, մեծ կողմնացույց նավերի համար։ Ու գտել եմ 14 մետր խորությունից Շորժայի հարակից տարածքում։ Նկարը անում է խեցգետիններին ու այդ ժամանակ էլի գտա այդ կողմնացույցը։ Դուք նաև դուրս եք բերել խարիսխներ, գտել ու դուրս եք բերել խարիսխներ, որոնք վկայում են Սևանում նավագնացության պատմության մասին։ Քանիսն են, ինչպիսիք են եւ ինչ են վկայում։ Խարիսխները շատ խարիսխներ եմ անել, այնտեղ տարբեր խորություններից էլի կրկին Սկսենք քարե խարիսխից։ Քարե խարիսխը որտեղից եք գտել։ Քարե խարիսխը կղզու հարակից տարածքից, բայց ինքը շատ հետաքրքիր ինչով ինքը բազալտ է քարի կտորից սարքած խարիսխ, հնում շատ է օգտագործվել դրանք։ Տարբեր գործերի համար, տարբեր աշխատանքների համար, անգամ ձկնորսության համար էլ օգտագործել են այդ տիպի ծանրոց ասածը ու նավակների համար ինքը արդեն այդ ծանրոցը դարձել է որպես խարիսխ, օգտագործել են որպես խարիսխ։ Ինքը բազալտ է քարը ծակած ու տենց ծանրոց սարքած քարեր են։ Կարող ենք ասել, որ լուրջ հետազոտության կարիք ունի թվագրելու համար։ Կարող է լինել հնադարից մինչև 20-րդ դար։ Ես կարծում եմ, եթե ինքը օգտագործվեր նավակների համար, ինքը կարող շատ հին լիներ։ Իսկ ձկնորսական ցանցերի թորերի համար իմ կարծիքով զուտ դենագետները ավելի լավ կասեն, պատմաբանները, մասնագետները համապատասխան, իմ կարծիքով կարող լիներ 1800-ականների, 1900-ականի սկզբների, որովհետև ինքը միջև 40-ական, 50-ական թվերը նմանատիպ ծանրոցներ օգտագործվել է մեր Սևանալճում։ Ու նույնը այդ նավը, հին փայտե նավը, որը գտել եմ, ինքը մեր հարգարժան Կարեն Բալայանի ասելով 450-ից 500 տարի օգտագործվել է տվյալ նավաշինությունը, տվյալ նավակները օգտագործվել են մեր Սևանալճում։ Անցնենք խարիսխներին։ Խարիսխներից ոչ քարեն, այլ առաջինը որ գտանք։ Դրանք կոչվում են ադմիրալցեսկի, անվանումը տվյալ խարիսխի այդ ձև է, դրանից գտել եմ 2 հատ, որոնք 65 կիլո 70-ի կարգի մեկն է, մոտ 85-90 կիլոյի կարգի են մյուսը, իրանք բավականին մեծ ծանր խարիսխներ են։ Ինչ կասկածներ ունեք, որ նավերինն են։ Կար նաև մեկը, որը ավելի մեծ էր, այդ մեծը ինքը նմանացնում եմ Միկոյան նավի խարիսխին, նկարով համեմատելով ես տեսել եմ, որ նույն խարիսխներն է։ Սևանալճում, որ նավագնացությունը ավելի թույլ էր, ավելի քիչ էր, չէր կարա ամեն անգամ նույն ձևի խարիսխ ամեն տեղ լներ։
Դրանից երկու օրինակ ա եղել, մեկը ջրի մեջից եմ գտել, մեկը ունեցել են մարդիկ, չեմ անմիշտ ճանապարհներով ունեցել են այդ մեկը, որը որ Միկոյան նավի երկու խարիսխներ էին նմանացնում։ Հիշեցնում, որը որ ես ենթադրում եմ Միկոյան նավի նկարարելն էր, այդ խարիսխը ես գտել եմ Ցամաքաբերդ գյուղի ներքևի հատվածում։ Խորությունը մոտ 10 մետր խորությունից եմ գտել։ Իսկ կարող ենք ասել, որ Սևանի այսինչ հատվածը կամ այնինչ հատվածը ավելի հարմար են գտածոների համար, ստորջրյա գտածոներ որոնելու համար։ Գտածոների համար, օրինակ, ես ամենից շատ տարբեր տեղերում շատ սուզումներ եմ ունեցել, բայց ամենից շատ գտածոները իմ հանդիպել են Սևանակղզու հարակից տարածքներում։ Սևանակղզու շուրջն եմ ես ավելի շատ հանդիպել գտածոները։ Այստեղ ավելի շատ սուզումներ եք արել այդ պատճառով, թե ուղղակի այստեղ ավելի հարուստ է եղել ստորջրյա պատմությունը։ Շատ տեղեր շատ սուզումներ եմ արել, ուղղակի կղզու մոտ ավելի շատ է հանդիպել հին գտածոներ։ Կղզու հարակից ստորջրյա պատմությունն ավելի հարուստ է։ Կարծեմ թե այո։ Ցույց տվածով գտածոներովս այո։ Տարբեր պատմություններ կան եւ թափառող պատմություններ եւ մեր պատմական աղբյուրներից, որ այստեղ նետահարություններ են եղել են նաեւ դաշույնահարություններ տարբեր պատերազմների ժամանակ։ Արդյոք ջրի տակ դաշույններ կամ նետեր հանդիպել են։ Չեմ հանդիպել այդպիսի առարկաներ իրեր չեմ հանդիպել։ Այստեղ խնդիր կա նաեւ լճի հատակի հետ կապված, երբ ծանր իրերը ընկնում է ներքև, այնտեղ ունենք մենք նստվածքներ, որը որ նստվածքի մեջ ինքը ավելի շուտ է թաղվում։ Հենց այդ նույն խարիսխները ես ամբողջովին չեմ տեսել, ինքը ամբողջությամբ չի երևացել։ Երևացել է խարիսխի մի փոքր մասը, մի փոքր դետալը ես քանդել եմ, փորը հանել եմ դուրս։ Այսինքն գուշակելով եք տիղմի տակից դուրս բերել, դու տեսնում ես մի փուճուրիկ դետալը կամ ձեռքը տիղմի տակ կոշտ ինչ որ բանի հանդիպում, որը որ հասկանալով դա ձեռագործ է, բնական քարի ապարի կտոր չի, ինքը ձեռագործ ինչ որ բան է, ու սկսել հետաքրքրել է փորել եմ, տեսել եմ ասեն գտածոց։ Նույնը կավե ամանների երբ նայում ես ինքը մի փոքր հատվածն է երևում, որ այդ նստվածքներից դուրս է, դու ամբողջությամբ իրան չես տեսնելով հասկանում ես, որ ինքը բնական չի, ինչ որ ձեռագործ է, ինչ որ բան է, ու փորելով անում ենք, տեսնում ենք ինչ իրեր է։ Դուք նաև աշխատում եք երկրաբանների հետ։ Երկրաբանական ինչպիսի հետաքրքիր երևույթների եք հանդիպել ջրի հատակին։ Մեր ստորջրյա հետազոտությունների կենտրոնով աշխատում ենք տարբեր ոլորտի գիտնականների հետ, նաև երկրաբանների հետ։ Ունեցանք շատ հետաքրքիր աշխատանք, ստորջրյա աղբյուրներ հայտնաբերեցինք։ Մասնագետ մեր հարգարժան Արա Ավագյանը նկարարինքը ավելի մանրամասնորեն բացատրել այդ process-ը, բայց հետաքրքիր այն էր, որ մենք գտանք մոտավորապես 8 կիլոմետր երկարությամբ հատված, որ ինքը համարյա թե մի գծով այդ աղբյուրները դուրս էին գալիս։ Ու մեծ աշխատանք արեցին գիտնականները մեր հանած նյութերի տվյալների հիման վրա, բավական հետաքրքիր բաներ բացահայտվեց։ Գազի աղբյուրները ինչպիսի գազի աղբյուրներ են։ Հիշում եք նորադուս քանայեղ այդ հատվածում։ Գազի աղբյուրները շատ հետաքրքիր էր ինչով, որ կա միտեղ, որ ինքը շատ մեծ դաշտով տարածված էր գազերը, այդ աղբյուրները, ու հետո դրանից այդ դաշտից հետո ինքը սկսում էր մի գիծ վերցրած երկար կիլոմետր, բավականին երկար տարածք, ինքը մի ուղիղ գծով գնում էր, իսկ այդ մի գծի սկիզբը այդ մեծ դաշտն էր։ Դա ուսումնասիրության կարիք ունի։ Այո, կարծեմ թե այո, աշխատանքներ կատարվել են, բայց թե որ չափ աշխատանք կատարվել, որքան դեռ ուսումնասիրության կարիք ունի, դա կարան ասեն ավելի լուրջ, ավելի հստակ մեր մասնագետները։
Սևանի ավազանի բնակիչները միշտ հետաքրքիր պատմություններ են պատմում Սևանա լճի հետ կապված։ Անցած անգամ ես մի տաքսի էի նստել, որի վարորդը նաև սուզորդ է եղել ժամանակին, իր պատմելով եւ պատմում էր, որ դեպի շորժա տանող հատվածում այդտեղ եղել է ջրի մեծ աղբյուր լճի հատակին, մաքուր ջրի մեծ աղբյուր։ Դուք հանդիպել եք մաքուր ջրի մեծ աղբյուրների։ Դուրս գալացող գազեր հանդիպում, բայց այդպես մեծ աղբյուրների ինքը իրանով չենք հանդիպել, շատ հետաքրքիր էր, երբ լիճը սառեց, կան աղբյուրներ կան, բայց այն որ նկարագրում էին պատմում էին, շատ է եղել, որ ես սկսել եմ հետևել դրան ու հասկանամ այդ աղբյուրները որտեղ է, որ դրսում սովորական մարդիկ պատմում են, բայց մենք ջրի տակ այդ չենք տեսնում, շատ հետաքրքիր է եղել, երբ ձմեռը սառույց էր լինում, սաղ լճերեն սառցակալում էր ու հանդիպում էի ես այդ կետերը, որտեղ որ մարդիկ նկարագրում են, որտեղ աղբյուրներ է, բայց հետաքրքիրն էր, որ գնում ես իր մոտը ոչ մի աղբյուր չես հանդիպում։ Ինքը ջրի հոսքերի հետ կապված, տաք ու սառը քամիների հետ կապված տվյալ տեղերը չէր սառում։ Ջուրը չէր սառում, ինքը մնում էր, դա արդեն կարային մասնագետները բացատրեն ինչի համար տեղ չէր սառում, բայց դրա ներքևը երբ որ մենք սուզում ենք աղբյուրը չենք տեսնում։ Սևանը ձեզ համար չբացահայտված կողմեր ունի եւ եթե ունի, որոնք են։ Սևանը շատ չբացահայտված կողմեր ունի։ Մեր Սևանա լճը շատ քիչ ուսումնասիրված է։ Տարբեր ոլորտի մասնագետների ունեն մեծ աշխատանքներ, իմ կարծիքով։ Սկսած ջրից, ջրի հետազոտությունից, վերջացրած մինչև իր ծագումից, իր տարածքում ապրողների, այո, որովհետև տարբեր ոլորտների շատ ու շատ լուրջ աշխատանքներ կա։ Ազնվացեղ եղնիկների կոտոշներից սկսած բիզոններ, քարայսներ, մուֆլոններ, ամեն ինչը հանդիպում է, ոչ մեկը չենք իմանում որ թվերին է։ Ազնվազարմ եղնիկներ ասեցիք, ես հիշեցի ձեր գտածոներից մեկը, որը ասում եք միգուցե Ուխտի գանգի ոսկոր է։ Ուխտի գանգը իրականում կղզու հետևի մասից է գտնվել, կանուն է։ Ուխտի գանգից բացի Շորժա գյուղի մոտ երբ էլի մեր հայ-ֆրանսիական ակումբով ստորջրի հետազոտությունների ակումբով աշխատանքներ էինք անում, գտա մի գանգ, որը որ նմանացնում էի Ուխտի գանգի, բայց հետո երբ տվեցինք մասնագետներին, իրանց մոտ շատ հետաքրքիր հարցեր էր ծագել, որ ինքը ոչ ձիուն գանգն էր, ոչ բանի էշի, ավանակ, ոչ էլ Ուխտինն է ինքը, դա էլ հետազոտության էլի կարիք ունի, պիտի աշխատեն գիտնականները դրա վրա։ Շատ հետաքրքիր է ավազանի բնակիչների պատմությունները, ավանդազրույցները, նրանց կարծիքով, եթե սուզորդը մտնում է ջուրը, չեմ պատկերացնում ինչ է ջրի տակ, ինչպիսի դժվարություններ ու խոչընդոտներ կան, ինչպիսի ցածր տեսանելիություն, նրանց պատկերացմամբ, եթե սուզորդը մտավ ջուրը, այնտեղ կա գանձերի թաքստոցներ եւ սուզորդը կգտնի այդ գանձերը դուրս կբերի, սկսած նաեւ պատմություններից, թե ինչ պատմական գանձեր ունենք։ Ձեզ հետ հանդիպել են նման դեպքեր։ Մեր Սևանա լիճը իրականում երբ դրսից նայում են, վերևից նայում են, ինքը շատ վախենալու, ինքը շատ մռայլ, ջրի գույնը մուգ, ոչ մի գրավիչ բան չեն տեսնում։ Միշտ ժողովրդի մեջ շրջանառող այդ բաները քաշող տեղեր ունի Սևանա լիճը, չգիտեմ, ծանր ջուրա, թեթև ջուրա, ամեն մեկը մի հատ տենց կարծիք ունի ու բոլորը մեծ մասը ցավոք շատ վատ է կարծիքը, որ ինքը ավելի վախենալու, բայց երբ որ որպես դայվեր, որպես ջրասուզակ դու իջնում ես ջրի տակ, մեր լիճը ուղղակի հրաշք է։ Շատ գեղեցիկ տեղեր ունենք, որը որ կարա նաև մեր երկրի Հայաստան եկող տուրիստներին զարմացնի, գրավի։ Ինչը կարող է գրավել արտասահմանցի տուրիստներին, սուզոր տուրիստներին։ Սուզոր տուրիստներին օրինակ է համար ստորջրյա աղբյուրները կարան շատ հետաքրքրեն, կարան ժայռերով տեղերը հետաքրքրեն, քարերով, շատ հետաքրքիր տեղեր ունենք, լճի մի ափում ուրիշ տեսակի ժայռերին ես դու հանդիպում, մյուս ափին ուրիշ տեսակի, ունենք ստոմատոլիտներ շատ հետաքրքիր է, որ
մեր գիտնականները էլի աշխատում են այդ ուղղությամբ, մեր երկրաբանության ինստիտուտը աշխատում այդ ուղղությամբ, որի անունը դրեցին Սևանիտ, ինքը շատ հետաքրքիր է, երբ դու ջրի տակ տեսնում ես այդ բնության սարքած հրաշքն է, մենք սարքել է այդ մարդը չի տանջել, բնություն սարքե տվել է մեզ, որ մենք հետի վայելենք։ Ու միլիարդավոր տարիներ առաջ։ Ինքը շատ երկար տարին չեմ կարա ես կոնկրետ տարիները ասեմ, այդի երկրաբաններն են աշխատում այդ ուղղությամբ, որ հասկանանք ինչ վաղեմություն ունեն։ Կարող ենք ասել, որ սուզորդները գտնում են, գիտնականները որոշում։ Կոպիտ ասած մենք սուզորդներս այստեղ դառնում ենք որպես գործիք։ Կոնկրետ գիտնականների համար դառնում են գործիք։ Անում ենք իրանց համար տվյալներ, ֆոտո, վիդեոներ, նմուշներ։ Եվ ինչն է հետաքրքիր, որ գիտնականները սկսում են սուզորդությամբ զբաղվել, իսկ սուզորդները հետաքրքրվում են գիտությամբ։ Դուք արդեն բավականին հարուստ գիտելիքներ ունեք եւ երկրաբանությունից եւ հնագիտությունից այս տարիների ընթացքում։ Շատ ունենք։ Նաեւ կենսաբանությունից։ Այո, շատ հետաքրքիր է այդ փաստը, որ գիտնականները երբեկել են մեր աշխատանքները տեսել ու սկսում են այդ նույն գիտնականները մեր հետ դառնալ ջրասուզակներ։ Մենք այն ինչը չէր հետաքրքրել մեզ կյանքում, երբ որ ջրասուզական աշխատանքների մեջ հանդիպում ենք, արդեն սկսում ենք հետաքրքրվել դրանով։ Արդեն չեմ ասում դառնում ենք պրոֆեսիոնալ գիտնականներ, բայց գիտական մակարդակով ենք սկսում հետաքրքրվել։ Գիտնականները մեզ բացատրելով մանրամասները, երբ հարցեր ալնում, մենք կարող ենք գիտական կողմից որոշ տվյալներ սովորական ժողովրդին էլ փոխանցել։ Եվ վերջին հարցս ժողովրդի տրամադրվածությունից։ Ժողովուրդը ոսկի է փնտրում Սևանա լճի հատակին։ Փնտրում է Աշոտ Երկաթի ոսկիները, փնտրում է Աշոտ Երկաթի ծառաների շղթաները, թևերի ու ոտքերի։ Այդ միֆերը ձեզ հանդիպել են, ոչ թե ջրի տակ, այլ ժողովրդի մտածելակերպում։ Ժողովուրդ շատ են, շատ այդպիսի առաջարկներով մարդկան շատ եմ հանդիպում, որպեսզի ցույց սուզվենք, հետազոտենք, այո, այս ինչ տեղը տվյալ ունենք, այն ինչ տեղը հին նավ կար, ասենք այն մյուս տեղը սունդուկով ոսկին կար, բայց ես առաջարկը գիտական կառույցների, թե ոչ, շարքային հասարակ ժողովուրդ մարդիկ ով շատ է խորանում դրա մեջ, սկսում են ենթադրել Այսինքն վառ երևակայություն։ Այո, վառ երևակայության արդյունքում վերջում ունենք հաստատում, պետք է սուզվենք, որ վերջում ունենք հասենք հետև չէր։ Տեսեք իրականությունը, հավատացեք իրականությանը, ոչ թե միֆերին կամ տենց երևակայությանը։ Իսկ ինչպիսի առաջարկներ եք ստանում գանձերի որոնման։ Բազում են եղել նավակներ, իրանք ենթադրել են, որ ինչ տեղը նավակ կա, սուզվել են ինչ-որ երկաթի կտորներ է եղել, որը որ նավակի հետ կապ չունեցող է, իրանց պատմած փայտիստ նավերը, թիակները, Արագաստան նավերը, որը որ իր հետ ընդհանրապես կապ չունեցել, մետաղի կտորներ են գտել, ասենք, իրանք նմանացրել էին այդ ինչ-որ բաների, ստորջրյա տեսախցիկներով երբ որ նկարել էին, նմանացրել են իրանք ինչ-որ նավակի դետալի բանի ու ես սուզվելով ցույց եմ տվել իրանց, որ դա այդ ձև չի, շփոթում են այդ ամեն ինչը։ Կարանել են հնագիտական ինչ-որ շատ հետաքրքիր բաներ, բայց ամենայն դեպս ինչը հանդիպում է մենք դուրս ենք անում ու Աշոտ Երկաթի ոսկիները ես մի քիչ չեմ հավատում ինչի համար, որովհետև ոչ մեկ էլ ոսկին չէր տանի գցել այնտեղ, որտեղից ինքը չի կարալու էդի հետ բերի։ Իսկ սաղս լավ ենք իմանում, որ Աշոտ Երկաթի ժամանակ ջրասուզակներ չունեինք։ Da Vinci-ն էր մտածում, բայց ինքն էլ չէր սուզում։ 17-րդ դարում էր դա։ Արդեն ինքը 7 դար ավելի շուտ։ Ավելի շուտ ես չեմ կարծում, որ մեր մոտ եղել են Da Vinci-ներ։ Շնորհակալություն Վահե, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի ռադիոլսող եւ հետևորդ, հիշեցնեմ, որ մեր հյուրն էր սուզորդ, ջրափրկարար եւ հայ-ֆրանսիական սուզորդական խմբի անդամ, ճիշտ եմ ասում։ Այո։ Վահե Մելքոնյանը։